Ձեզ մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Իմ հյուրն է արտակարգ եւ լիազոր դեսպան Զյունիկ Աղաջանյանը։ Բարև ձեզ Տիկին Աղաջանյան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ, որ չմերժեցիք իմ հրավերը եւ այսպես 1-2 վերջին այսպես ինֆորմացիա ներկայացնեմ եւ անցնենք մեր թեմաներին։ Իսրայելի Պաշտպանության բանակը ավարտել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում շիա Հեզբոլլա շարժման ռազմական ենթակառուցվածքների օբյեկտների վրա հասցված հարվածների շարքը, հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Ընդհանուր առմամբ այս լրահոսում սա է, որ փոխադարձ այսպես հարձակումներ Դուբայի օդանավականի մերձակայքում երկու անօդաչու թռչող սարքեր ընկնելու հետևանքով տուժել է 4 մարդ, հայտնել է Ալ Ջազիրան։ Հետաքրքիր բան, Իրանը կշարունակի հարվածներ հասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբազաներին, հայտարարել է Իրանի նախագահը։ Իրանը մտադրություն չունի հարվածներ հասցնել տարածաշրջանի երկրների կամ հակամարտության մեջ մտնել նրանց հետ, միայն այն բազաները, որոնցից հարձակումներ են իրականացվում մեր տարածքի վրա, կթիրախավորվեն ինքնապաշտպանության իրավունքի շրջանակներում։ Փեժեկշյանի խոսքի մեջբերման ավարտ։ Իշխանությունները Հորմուզի նեղուցում Չինաստանի պաշտպանության ներկայացուցիչն է խոսել։ Չինաստանի իշխանությունները Հորմուզի նեղուցում տիրող բարդ իրավիճակի հետևանքով անհրաժեշտ են համարում Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև բանակցությունների վերսկսում։ Բոլոր շահագրգիռ կողմերի համար հրատապ առաջնահերթություն է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ սեղմ ժամկետներում վերադառնալ բանակցությունների սահմանված շրջանակին։ Ճեպազրույցի ժամանակ ասել է արտաքին գործոս նախարարության իրենց ներկայացուցիչը։ Ռուսական վառելիքի վերադառնալը ներկայիս ճգնաժամի պայմաններում կլինի ռազմավարական սխալ, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայնը։ Այս տիկինը իսկապես Եվրոպային վերջում ուր կհասցնի, շատ հետաքրքիր կլինի ինքը վերջում կհայտնվի դատահանում, բայց դա կլինի Եվրոպայի այսպես կործանման գրանցումից հետո, այո։ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ եւ շնորհակալություն հայտնել Իրանից Ռուսաստանի քաղաքացիների տարհանման գործում ցուցաբերած աջակցության համար։ Ուշագրավ մի բան, այս պատերազմը պետք է դադարեցվի, ասել է Էրդողանը, անդրադառնալով Մերձավոր Արևելքում տեղի ունեցող պատերազմներին։ Այս պատերազմը պետք է դադարեցվի, քանի դեռ այն չի սրվել եւ ողջ տարածաշրջանը հրդեհի մեջ չի գցել։ Եթե դիվանագիտության հնարավորություն տրվի, ապա դրան հասնել անկասկած հնարավոր է։ Ես պիտի խնդրեմ, որ ձեր խոսքում առանցին տեղ տակ Թուրքիայի Էրդողան, Ալիև իրենց պահվածքը, հայտարարությունները ընդհանուր առմամբ ինչ տեղի ունեցավ։ Թեհրանի հեղափոխության հրապարակ են բերվել սպանված իրանցի զինվորականների մարմինները։ Դա արդեն կա։ Եվ այսպես երեք հայտնի դարձավ, երկու կողմներ դա հաստատեց, որ Միացյալ Նահանգների նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել առաջնորդների միջև Միացյալ Նահանգների Թրամփի եւ Ռուսաստանի Դաշնության Պուտինի։ Ինչով է պայմանավորված, մի քանի ուշագրավ բաներ եւ զարգացումներ, այս ամենով հանդերձ Իրանի հետաքրքիր առաջարկ էր կամ նախապայման Իրանի կողմից արաբական երկրներին, որ եթե իրենց մոտից հեռացնեն հյուպատոսները կամ դեսպանատները, ապա իրենց թույլ կտրվի այդ նեղոցով անցկացնել իրենց նավերը։ Իրականում մեծ ճգնաժամ է, բավականին բարդ վիճակում են հայտնվել Մերձավոր Արևելքի արաբական երկրները, գիտեք, որ ռազմաբազաներ ունեն եւ թիրախավորվեցին եւ այն մենք երկու օր արդեն մեր բանախոսների հետ խոսում ենք, այն որ իրենք գտնվում են շատ ամուր անձրևանոցի տակ, փաստորեն դա թվացial։ Այո, փաստորեն դա թվացial էր։ Եվ մյուս կողմից նաև արդեն շատ է խոսություն եկել հրապարակային, որ Թրամփը սխալ ուղղությամբ գնաց, թեպետ իրեն ներկայացվել է մի քանի զեկույցներ, որ զգուշացրել են, որ Իրանը չհամեմատի մյուս երկրների հետ, բայց թերևս ճիշտ են փորձագետները, որ ասում են ինքը այդպես լինում է, էլի, որ շատ են ոգևորվում Վենեսուելայով եւ այլն։ Կոչվում է աստղային հիվանդություն։ Այո, եւ այդ ժամանակ հայտնվում են երբեմն գլխիվայր բան վիճակում են հայտնվում։ Հիմա այդպիսի մի տեսնենք, բայց ամենայն դեպս զարգացումները դա են ցույց տալիս, որտեղ Իրանը շարունակում է դիմադրել եւ ինչպես տեսակ հայտարարություններից չեն պատրաստվում գնալ ինչ որ
համաձայնության, որովհետև արդեն դասեր են քաղել, մի քանի անգամ եղել է, գիտեք 18 թվականին անգամ պայմանագիր կնքվեց, հետո Թրամփը չեղյալ հայտարարեց, հետո նորից պայմանավորվածություններ, բանակցությունների երկարատև ընթացք, հետո նորից բանակցություններ այդ փուլում 12 օրյա այդ պատերազմը հարձակում տեղի ունեցավ եւ հենց հիմա էլ որ թվում էր թե այսինքն թվում էր չէ այնտեղ կարծեմ Պակիստանի, չէ, Օմանի ներկայացուցիչներ, որ ասում են ամեն ինչում համաձայնության են ոնց որ թե եկել եւ абսուրդ էր սա, դենք տեսանք, որ այդ ամենուանդերձ այնուամենայնիվ Իսրայելի Նեթանյահուին հաջողեց Թրամփին համոզել, որպեսզի գնա այս գործողություններին։ Այս իրավիճակն է, ինչպես է գնահատում, ես կխնդրեի այսպես փուլերով արաբական աշխարհ, նեղուց, Իսրայել, Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Չինաստան, խնդրեմ, ինչ վիճակ է, ինչ զարգացումներին չէր եւ ինչու այս օրերին հրապարակ եկավ պարզ է ակնհայտ է, որ հրապարակ է գալիս Պուտինի կերպարը։ Մի քիչ հետ գնանք ժամանակագրական առումով, որովհետև այս ամենը ճիշտ հասկանալը շատ կարևոր է նաև մեր երկրի տեղի դերի եւ մեր իշխանությունների գործելավոճը հասկանալու համար։ Դեռևս անցյալ տարվա վերջին կարծեմ իմ հարցազրույցներում, այդ թվում նաև այստեղ ես նշել էի, որ մենք փետրվարի այսպես կեսերից սկսած մինչև ապրիլի վերջ բավականին ծանր շրջան ենք ունենալու համաշխարհային եւ դա պայմանավորված էր հենց այդ տրամադրություններով, որ կային Նեթանյահուին իշխանությունից չէին հեռացրել 12 օրյա պատերազմից հետո ամերիկյան վարչակազմը իր գործելավոճը որևէ կերպ չէր փոխել, հետեւաբար այն զիջումը, որ Իրանը արեց փաստացիորեն զգուշացնելով ամերիկյան կողմի եւ հարվածներ հասցնելով, որպեսզի ամերիկյան կողմի երեսը փրկվի, հա, 12 օրյայի ժամանակ եւ կանգնեցվի այդ ռազմական գործողությունների շղթան, ակնհայտ էր, որ ամերիկացիները որպես թուլության նշան են ընդունել եւ նախապատրաստվում են հաջորդիվ հարձակման եւ այդ հաջորդիվ հարձակումը պետք է մի քանի տարեր իր մեջ ունենար, այդ տարերի մեջ էին մտնում ներքին ըմբոստությունները, ներքին ըմբոստությունների ֆոնի վրա էթնիկ տարբեր ուրեմն խմբերի, խմբավորումների ռազմական պայքարի դուրս գալ անջատողական շարժումների ձևով եւ դրան զուգակցված արդեն դրսից հարվածները եւ նաեւ ցամաքային ներխուժումը, որը պիտի վերջը բսկտելով Իրանը որպես պետություն անգո դարձներ այդ տարածաշրջանում, թե քաղաքական իմաստով, թե ֆիզիկական իմաստով, որոշակի տարածքներ նաեւ բաժին հասցնելով այդ խոստացված մասնակիցներին։ Եվ այստեղ ես նշել էի նաեւ, որ այդ խոստացված մասնակիցների շարքում են մեր հարևաններ Ադրբեջանն ու Թուրքիան, որոնք անմիջական դերակատարում ունեն եւ դրա պատճառով էր, որ եթե չեմ սխալվում նոյեմբեր ամսին էր մենք խոսում էինք, որ ամերիկացիները ուղղակի քրդերին փուռը տվեցին եւ թույլ տվեցին, որպեսզի այնտեղ ցեղասպանություն տեղի ունենա, դա այն զիջումներ, որ իրենք արեցին թուրքերին, իրենց համաձայնությունը հերթական անգամ այս գործողություններին մասնակցելու առումով ունենալ։ Ես ենթադրում եմ եւ ամերիկյան կողմը դրա մասին բացահայտ խոսել է, որ իրենց ձեռամբեր այդ տնտեսական ճգնաժամը Իրանում ստեղծվել, պարզապես ես ենթադրում եմ, որ իրենց հաշվարկները ճգնաժամի ժամանակահատվածի եւ իրենց կողմից նախաձեռնված գործողությունների որոշակիորեն շեղում արձանագրեց եւ հանրային ընդվզումը շատ ավելի շուտ եղավ, քան իրենք էին նախատեսում։ Մենք տեսանք դեկտեմբերի վերջին, հա, այդ ցնցումները եւ իրենք հապճեպ կերպով սկսեցին մի քանի հազար զինյալ դրսից ներմուծել, այդ թվում Թուրքիայից, որպեսզի իրենք կարողանան ներսում իշխանափոխության հասնել, իրանական կողմը կարողացավ զսպել դա, եւ սա փոխեց ծրագրերի այդ ամբողջ ընթացքը, որ իրենք նախատեսում էին այս ներքին ըմբոստությունները, զինյալների մուտքը, ներսում իրենց բջիջները, որ կան գոյություն ունեն, այդ ամենը սկսել փետրվարին։ Եվ պատահական չէր, որ մեր արտգործ նախարարի աթոռը զբաղեցնող անձնավորությունը հապճեպ կերպով հրավիրվեց Վաշինգտոն եւ ստորագրեց Թրիփի հետ կապված այդ փաստաթուղթը, որով հստակ բաշխումներն արվում են եւ Միացյալ Նահանգներին այդ իրավունքը տրվում էր, փաստաթուղթն իրավականորեն հիմնավորվում էր տարածքի տնօրինության հետ կապված հարցը։ Սա ցույց էր տալիս, որ այդ ծրագրերը ընթացքի մեջ են եւ իրենք արագացնում են գործընթացները, որպեսզի այդ ցամաքային հարձակման ժամանակ կարողանան այդ տարածքը իրավականորեն օգտագործել առանց խնդիրներ հարուցելու
իբրև թե մեր հանրության, թե աշխարհի աչքի առաջ, եւ կհիշեք, որ դրան զուգահեռ արագացված տեմպերով թուրքերը սկսեցին անցակետի նորոգման աշխատանքները։ Այսինքն այս բոլորը մի գլուխկոտրուկի տարբեր հատվածներով մասերն էին, որոնք ցույց էին տալիս, որ լուրջ ցամաքային գործողությունների ծրագրեր են մշակվում, որոնցում ամեն մեկը իր դերակատարումն ունի եւ դա պետք է իրականացվի։ Ինչպես նշեցի, իրենք կհիշեք փորձեցին եւս մի ներքին ընդվզում հրահրել ուսանողության կողմից, բայց ինչպես մեր արևմտահայ եղբայրներն են ասում, չքալեց։ Իրավիճակը իրենց ցանկացած ձևով չզարգացավ, որովհետեւ նախորդիվ եղած գործողությունների ժամանակ այն անձինք, ովքեր իբրև թե ըմբոստության առաջնորդողներն էին, իրենք բացահայտվեցին որպես դրսից ներմուծված գործականներ եւ զինված մարդիկ, որոնք քաղաքացիական բնակչության ուղղակի մորթի էին ենթարկում։ Եվ այս պարագայում բնականաբար իրենց խնդիրների համար փողոց դուրս եկող սովորական մարդը միանգամից հետ է քաշում, դա նա ցանկություն չունի նույնականացվելու դրսից ներմուծված զինյալի հետ, օտար ուժերի եւ օտար գործակալների հետ։ Եվ նաեւ բացահայտվեցին շատ ու շատ բջիջներ, բացահայտվեցին նաեւ իշխանական եւ ընդդիմության կուսակցական այդ դաշտում գործող որոշակի անձիկ, որոնց վրա երևի թե արևմուտքը հույսը դրել էր, որ որպես ընդդիմության առաջնորդներ իրենք մեջտեղ կգան, այսինքն էապես չեզոքացվեց հնարավոր առաջատար ուժը, որը կարող էր ներքին ընդվզումը առաջնորդել։ Եվ այս պարագայում ժամանակը, ինչպես ասում են, ժամացույցը թքթքում էր, եւ Նաթանյահուն շտապում էր շատ լավ հասկանալով, որ եթե մինչեւ այսպես ապրիլ-մայիս ամիս որևէ բան չեղավ, դրանից հետո Միացյալ Նահանգների նախընտրական այս գործընթացներն անհնարին է լինելու Թրամփին ներքաշել որևէ գործողության մեջ։ Գումարած, այստեղ մեկ անգամ եւս նշել եմ, որ Մոսադի նախկին գործակալներից մեկը, որը Կանադայում հարցազրույցներից մեկի ժամանակ նշել էր, որ Էփշտեյնի ֆայլերը Թրամփի վերաբերյալ Մոսադը ամբողջովին ունի եւ այնտեղ Թրամփի հետ կապված բավականին հետաքրքիր դրվագներ կան եւ իրենք կարող են ցանկացած պահի դա բացահայտել եւ այդ հայտարարությունը զուգորդել էր փետրվարի 11-ին Նաթանյահուի Սպիտակ տուն այցելության եւ Թրամփի հետ հանդիպման, այսինքն սա շանտաժային գործիքներ, որ իրենք օգտագործեցին Թրամփի դեմ։ Եվ ինչպես ճիշտ եք նշում, ԱՄՆ տարբեր այդ հետախուզական եւ այլ ծառայությունները, որոնք զբաղվում են այս հարցերում, կարծեմ համատեղ զեկույց են, եթե ճիշտ եմ հիշում, ներկայացրել, որտեղ իրենք նշել են, որ անընդունելի է Իրանի դեմ որևէ նման գործողություն, որովհետև դա դրա հաջողությունը երաշխավորված չէ։ Եվ հակառակ դրան Թրամփը գնաց այս քայլին, բազմակի առումներով փաստացիորեն ձախողում արձանագրելով։ Առաջի ձախողումը նա էր, որ իրենք ենթադրում են այս մտածելակերպային բան եւ կարծում են, որ Նաթանյահուն դրանով էր նաեւ կերակրել Թրամփին, որպեսզի նա համաձայնի, որ գլխատելով այդ մեծաքանակ, այսպես ռազմաքաղաքական եւ հոգեվոր ղեկավարությանը վերնախավը գլխատելով իրենք կկարողանան հրահրել այդ ներքին պորտկումը եւ դրանով գալ հասնել իշխանափոխության։ Բայց իրենք չէին հաշվարկել այն երկիրը եւ այն ժողովրդին, որի հետ գործ ունեն։ Հատկապես Ռամադանի ընթացքում հոգեվոր առաջնորդին սպանելը դա նշանակում է նահատակություն եւ դա նշանակում է սրբացում։ Եվ կրոնական գաղափարախոսությամբ տոգորված ժողովրդի համար դա վրեժի այն դրոշներ, որ իրենք իրոք բարձրացրեցին եւ դա ուղղակի անհնարին դարձրեց որևէ այլ քայլ, քան պաշտպանությունը։ Եվ չմոռանանք, որ նաև ղեկավար կազմը Իրանի բավականին հետաքրքիր համակարգ ունի, թե քաղաքական, թե ռազմական առումով, եւ այսպես անհատների վրա ճիշտ է հենվածություն կա, բայց դա վճռորոշ չէ։ Նրանք ունեն հստակ համակարգ, որ մեկի հեռացման պարագայում անմիջականորեն նրան փոխարինողը ստանձնում է իր պարտականությունը եւ այդ փոխարինողների շարքը բավականին երկար է։ Իրենք շատ լավ գիտեն ինչ միջավայրում են ապրում, աշխատում եւ իրենք գիտեն, որ իսրայելական կողմը
տասնամյակներ շարունակ օգտագործել է այդ անձանց վերացնելու գործընթացը, այդ գործիքը, եւ իրենցից յուրաքանչյուրը, որ մտնում է կամ ստանձնում է որոշակի պաշտոն, ինքը շատ լավ գիտի, որ թիրախ է դառնում իսրայելական կողմի համար։ Եվ այս պարագայում ճիշտ է, ինքնին այդ քանակը մարդկանց, որոնք մեկ հարվածով եւ շատ պիտի ասեմ դավաճանական կերպով զոհ տրվեցին, նրանք բոլորին սրբացրեցին, բոլորին նահատակություն, մարտիրոսության այդ բանը էլ ավելի ոգևորեց ժողովրդին, հատկապես ես սա շատ եմ շեշտում, որ արևմտյան կողմում այդ սխալ մտածելակերպը կա, որ եթե մարդիկ ուզում են ավելի ազատ, ավելի բարեկեցիկ կյանքով ապրել, ապա իրենք պիտի համաձայնեն Ամերիկայի կամ Իսրայելի հպատակը լինելուն։ Եվ այդ սխալ գաղափարը իրենց նաև սխալ որոշումների է հանգեցնում։ Դա տիպիկ արևմտյան նյութապաշտությունից ելնող մտածելակերպի դրսևորում է։ Իսկ այստեղ մենք գործ ունենք արժեքային համակարգով առաջնորդվող հասարակությունների եւ քաղաքակրթության հետ, որը հազարամյակներով շարունակական պետականության ավանդույթը ունի, եւ այս պարագայում մի քիչ գուցե կոպիտ հնչի, բայց Թրամփեր են եկել անցել, Նաթանյահուներ են եկել անցել եւ իրենք շարունակել են այս աշխարհում գոյատևել եւ իրենց պետությունը պահել։ Մենք հասկանանք, որ այդ առաջի ծրագիրը, որ դրանով մենք հաղթանակ հայտարարեն եւ դրանով հեշտությամբ կհասնեն ինչ-որ բանի, բնականաբար ձախողեց։ Երկրորդ, այդ դուք հիշեք, անմիջապես հաջորդեցին ոտքի կանգնեք, ձեր ձեռքը վերցրեք եւ այլն, դա այն սցենարի մասն էր, որ պիտի շարունակվեր, բնականաբար ժողովուրդը ցանկություն չունի ոչ ամերիկացու, ոչ իսրայելցու ոտքի տակ խաղալիք լինելու, հատկապես արժանապատվության արժեքային համակարգով ապրող ժողովրդի համար։ Եվ այս պարագայում նման կոչերը ուղղակի անցան գնացին անհետևանք։ Անջատողական շարժումները նույնպես նրանք եւս ուզում են որոշակի իրավունքներ, բայց նրանք չեն ցանկանում Իրանից դուրս գալու պարագայում Իսրայելի նման թշնամական երկրի, իրենց համար թշնամական երկրի ստորադասման տակ հայտնվել։ Այսինքն այստեղ էլ նրանց այդ շարժումների սխալ գնահատման խնդիր էր։ Արդեն հաջորդ էտապում եկավ ցամաքային հարվածների, ցամաքային ներխուժման խնդիրը, եւ այս ցամաքային ներխուժման կազմակերպման շրջանակներում էր, որ մենք տեսանք այդ հրթիռների հանկարծակի հայտնվելը Թուրքիայի տարածքում եւ Նախիջևանում, Ադրբեջանի տարածքում, այդ նախապատրաստական, այսինքն հիմնավորման, իրենց հաջորդող քայլերի հիմնավորման շրջանակներում այսպես պատրվակ տալու տրամաբանությամբ արված գործողություններ էին, բայց ինչպես ասում են, գնացքը արդեն գնացել էր։ Եվ այստեղ շատ էական դերակատարում ունեին քրդերը, բայց քրդերին փուռը տալով երկու ամիս առաջ իրենք ուղղակի ձախողեցին նաև այս անգամ Սիրիայից քրդերի Իրաքի իշխանությունն էլ իրեն ճիշտ պահեց, որ հայտարարեցի, որ իշխանությունը կպահեին, բայց Իրաքի Քրդստանի զինյալները պիտի մասնակցություն ունենային, եւ պատահական չի, որ Իրանը բայց իրենք իրենց իրավունք վերապահեցին, անգամ իրենց անունից խոսել, որ մենք թույլ չենք տալու, որ քրդերին ներքաշեք դուք եւ կոչ արեցին չներքաշվել այս կոչ արեցին, բայց Քրդստանի քրդերը կարող էին մասնակցել, եթե զարգացումները այլ ձևով ընթանային, որտեղ Քրդստանի, Իրաքի Քրդստանի ցեղերը այնտեղ այլ տրամաբանությամբ են, Սիրիայի քրդական հատվածինը այլ տրամաբանություն է, նույն Իրանի Քրդստանի հատվածի ժողովուրդը բայց այստեղ նորից գալու են բախվել թուրքական շահի հետ, չէ՞, որտեղ Թուրքիան ինքը ես ասել եմ, կրկնում եմ, ամերիկացիք մտածում են այս պահին այս հարցը լուծենք, հետո այն մնացած խնդիրները կլուծենք եւ դրա համար իրենք քրդերին փուռը տվեցին թուրքերից համաձայնությունը ստանալու համար, մտածելով, որ հետո էլի քրդերին կկարողանան կերակրել այդ անկախություն ստանալու հույսով եւ օգտագործել Իրանի դեմ, բայց չստացվեց, որտեվ քանի անգամ կարելի է խաբվել նույն սցենարով։ Այսինքն ամերիկացիների համար այդ խնդիրը չկա, որ իրենք մի ամիս առաջ մի բան են ասել, հաջորդ օրը, հաջորդ վայրկյանին ինչ-որ մի քայլ կանեն, որը 180 աստիճանով տարբերվում է նախորդ տրամաբանությունից։ Իրենք ունեն դրած իրենց արժեվ նպատակ եւ դրան հասնելու համար որևէ կարմիր գիծ կամ որևէ խնդիր չեն տեսնում։ Պետք է խաբել, կխաբեն, պետք է օգտագործել, կօգտագործեն։ Նույնը Թուրքիային է վերաբերում, նույնը Ադրբեջանին։
Պատահական չէր, որ սկզբում որոշակի զգուշավորությամբ Թուրքիան արձագանքեց, հրաժարվելով, որ որևէ հարված է եղել, իսկ հետո այսպես ոգևորված ինչ որ քայլեր արեցին, բայց հասկացան, որ քրդական կողմից, որը հիմնական հարվածային ուժն էր լինելու եւ ինչքանով հասկացանք ինչ որ փորձ արվել է, որը տապալվել, ձախողվել է, թե եղել են Դուք կարծում եք այդ թեման փակված է արդեն քրդերի թե քրդերի թեման փակված է եւ ցամաքային հարձակման թեման է այս պահին փակված, թեև Հեքսեթը երեք ասեցին, որ Թրամփը Հեքսեթը որոշակի ոգևորված հայտարարություններ է անում, բայց այս պահին փակված է կարծում եմ եւ եթե ճիշտ եմ հասկանում իրավիճակի զարգացումը, ապա մենք կտեսնենք այսպես կուլիսային բանակցային գործընթաց առերևույթ հայտարարությունների մակարդակով որոշակի սպառնալիքների հնչեցում, բայց դրա տոնայնության աստիճական նվազում եւ այդպես մարտի 21-23-ի կողմերը արդեն այս հայտարարությունները արվեն դրա համար, որ բանակցություններում որոշակի ազդեցություն այս հայտարարությունը արվեն համար, այո, որովհետեւ ինչպես դուք ճիշտ նշեցիք, արդեն ճարահատյալ իրենք դիմեցին նախագահ Պուտինին։ Միջը Պուտինին դիմելը մեկ հարց ունեմ Տիկին Աղաջան, տեսեք, պարզ է, չէ, որ Իսրայելը եւ Միացյալ Նահանգները ունեն փայլուն հետախուզություն, դա չի էլ քննարկում, թերևս աշխարհում ամենաներից մեկն է։ Արդյոք իրենք ինֆորմացիա չունեին, որ Իրանը այս հարձակումը, եթե այս անգամ էլ հարձակվեն, ինքը գնալու է նման գործողություններ, այսինքն հարձակվելու է այն ռազմաբազաների, որ տեղադրված են հարևան երկրների, արաբական երկրներում չունեին այդ ինֆորմացիան, եթե ունեին, իրենք գիտեն, որ այդպես պաշտպանված չի, թե ոնց կարող են իրենք 4-րդ, 5-րդ քայլը չհաշվարկել ինչ կլինի, եթե սա չի ստացում եւ Իրանը գնում է այդ քայլին, ինչ են անելու։ Եթե կհիշեք առաջի օրերին նաև որոշակի նույն Սաուդյան Արաբիայում նավթային գործարանի պայթյուն եղավ, չէ՞։ Եվ նմանատիպ դրվագներ նաև Էմիրություններում են, եթե չեմ սխալվում։ Հիմա է որ հարվածում են Իրանը, բայց այն ժամանակ Իրանն ասեց մենք չենք հարվածել, դա ուրիշի դրոշի ներքո արված գործողություն է եղել։ Իմ հասկանալով իրավիճակը, իրենք ենթադրում էին, որ ինչ որ մի հարված կլինի, հա, ոնց որ եղավ, թեթև ինչ որ մի պատասխան կլինի, հաշվի առնելով գլխատված լինելու վիճակը, եւ իրենք կկարողանան նույն արաբական երկրների միջոցով բոլորի հետ համատեղ հակազդել Իրանին, այսինքն օգտագործել արաբական երկրներին Իրանի դեմ գործողություններում։ Բայց արաբական երկրները հասկանալով թե ինչ խաղ է, մանավանդ իրենք հստակ նշել էին, որ իրենք չեն ցանկանում նման հարձակում լինի, իրենք շատ լավ գիտեին, որ արդեն բանը բանից անցնում է եւ իրանական կողմը այս անգամ լուրջ պատասխան է տալու եւ իրենք զգուշացրել են, որ նման քայլի չգնա ամերիկյան կողմը։ Բացառությամբ, եթե հավատալու լինենք տարածված տեղեկությունների, Էմիրությունների, որ Էմիրությունների եւ Բահրեյնի համաձայնությամբ է եղել եւ պատահական չի, որ Էմիրություններն ու Բահրեյնը ամենաշատ երկրորդ կարևոր բան արդյոք հաշվարկը չունի, որ նեղուցը կարող է փակվել եւ իրենք հնարավորություն չունեն, հա, դրա դեմ դառնալու չկար այդ իրենք մտածում էին, ենթադրում են, որ իրենց ռազմական ուժով իրենք կկարողանան վերահսկողություն հաստատել Հորմուզի նեղուցի վրա եւ ես ենթադրում եմ, որ Էմիրություններին իրենք խոստացել էին, որ այն 3 կղզիները, որոնք էական են նաեւ Հորմուզի նեղուցի անցման համար, իրենց ամբողջովին կանցնեն Էմիրությունները, գիտեք, որ դա վիճարկվում է Իրանի հետ եւ Էմիրություններին կփոխանցվեն դրանք։ Այսինքն այստեղ հաշվարկն խոստումները շատ են եղել։ Նույն Թուրքիան խոստացել են Իրանի քրդական հատվածներից որոշակի, այսինքն Ատրպատականի որոշ մասը, նույն Ադրբեջանի խոստացվել են որոշակի հատվածներ։ Չմոռանանք Թուրքմենստանը, որտեղ ամերիկյան հատուկ ջոկատայիններ են նստած, որոնք պիտի մասնակցեին։ Չմոռանանք Պակիստան, Աֆղանստան, այս վերջի զարգացումները, որոնք եւս Իրանի հետ կապված պատմության մաս են կազմում եւ այնտեղ ըստ տարածված տեղեկատվության 10,000-ից ավելի ահաբեկիչ է փոխանցված եղել Հնդկաստանից, որպեսզի իրենք մասնակցեն Իրանի դեմ գործողություններին, Իսրայելին
աջակցելու տրամաբանության շրջանակներում, այսինքն իրենք իրոք նախապատրաստում էին, որ այդ գլխատված քաոսային վիճակից օգտվելով իրենց ենթադրությամբ դա պիտի լիներ իրենք անմիջապես ցամաքային գործողությունների անցնեն եւ արդեն ցամաքում կարողանան խեղդել Իրանի ժողովրդին ու հպատակության բերել։ Դուք հիշում եք, հենց այդ գործողությունները սկսեցին, արդեն մոտ էս տարածվեց, տեսեք, այսպես բանով, չնայած իրենցից էին հիմնականում հայտարարում, այդ ԿՊԱ-կանից, ինչ արտաքին քաղաքականություն ճկուն վարեց Նիկոլը, գնաց Թրիփը, Թրամփը, հեսա տեսեք Ամերիկան ինչ է անելու եւ բոլոր հարցերը ինչ տեղի ունեցավ եւ կապենք Թրիփի հետ եւ Թրամփի ինչու է Ես բացատրեցի ինչու արագացրեցին այդ փաստաթղթի ստորագրումը, որովհետեւ ցամաքային անցումը էական էր լինելու զենքի սպառազինությունների փոխանցման առումով եւ իրենք դա համար շտապեցին այդ փաստաթուղթը ստորագրել, որպեսզի իրավականորեն իբրև թե թեև դա բավերացված փաստաթուղթ չէ, ինքը ընդհանրապես հայտարարության մակարդակի է եւ որևէ իրավական հիմք չունի, մինչեւ մեր պետական ներպետական ընթացակարգերով չանցնի, եւ ես ենթադրում եմ, որ գաղտնի հարակից փաստաթղթերի փաթեթ կա դրա ներքո, որի մասին չեն հայտնում, բայց այսպես հատվածական արդեն տարերը սկսում են հանրային դաշտ նետել, որտեղ կհիշեք այս կառավարության ղեկին նստած անձի կողմից հնչեց, որ 500 մետր լայնություն է ունենալու դա եւ անհասկանալի է թե երկու ճանապարհն ու մի երկաթուղու գիծը ինչի պիտի 500 մետր լայնությամբ ինչ որ հատված տրամադրվի ինչ որ մի երրորդ երկրի եւ այստեղ արդեն այլ խնդիրների մասին է բնականաբար խոսքը դառնում եւ ավելին որ նշվում էր որ պետք է ամերիկյան կողմը անվտանգության ինչ որ ծառայություններ ապահովեն այդ անցման անվտանգությունը բնականաբար մեզ համար հասկանալի է նպատակը ինչ էր եկեք ֆիքսենք մի բան Իսրայելա-ամերիկյան այս ծրագիրը այս փուլում, շեշտում եմ, այս փուլում անհաջողության է մատնվել եւ Թրամփի ադմինիստրացիան հապճեպ երկու փորձում է ինչ որ մի ձևով կանգնեցնել ռազմական գործողությունները, որ ինչ են խոսել, ինչ են արել, միայն բարձ է որ այս խնդրի շուրջ են խոսել եւ այլն Կարծում եմ այլ խնդիրներ եւս արծարծվել են, որովհետեւ հաղորդագրության մեջ պատահական չէր։ Հիմա ասեմ, հաղորդագրության մեջ պատահական չէր նշվում Վենեսուելայի մասին, պատահաբար չէր նշվում, պատահականորեն չէր կարծեմ Ուշակովներ ասել, որ այդ հեռախոսազրույցի ժամանակ ուկրաինական հակամարտության մասին խոսք չի եղել, այսինքն մենք այստեղ խնդիր ունենք այն պայմանների քննարկման հետ, որոնց ներքո զինադադար կկնքվի, բայց որոնց ներքո նաև Ամերիկային ինչ որ երեսը պարզանելու հնարավորություն կտրվի, բայց դա իմ ենթադրությամբ, այսինքն առաջիկա մի քանի օրերին մենք այսպես տարերը դուրս գալու պարագայում կհասկանանք որքանով է ճիշտ, իմ ենթադրությամբ դրա մաս պիտի կազմեն արաբական երկրներում ռազմական բազաների կամ վերացումը կամ թուլացումը Ես հեշտեք պատկերացնում Չէ, ամերիկյան ռազմաբազաները դուրս գիտեք հիմա Տրամփի ադմինիստրացիան երկու քարի արանքում է խնդիր ունի սեփական իշխանությունը պահելու եւ տնտեսական հնարավորություն եւ ամբողջովին արևմտյան աշխարհը չկործանելու եւ որոշակի զիջումների գնալ։ Ես չեմ ասում, որ այդ դրանց համաձայնելով հետո իրենք սուսիկ-փուսիկ տակից ուրիշ գործողություններ չեն անի, իհարկե անելու են, բայց գոնե ինչ որ մի ձևով համաձայնելու են կամ փոքրացած կազմերով կամ վերանայված կարգավիճակով ինչ որ ներկայություն, որը այլևս այն չի լինելու, ինչ որ այսօր կա։ Երկրորդը, որը ես կարծում եմ, որ դադարելու ընդհանրապես Իրանի միջուկային ծրագրի հետ կապված խոսակցությունը եւ ուղղակի ՄԱԳԱՏԵ-ի հետ համագործակցության դաշտով այդ հարցը փակվելու է։ Երրորդը, որ շատ հետաքրքիր կլինի եւ մենք պետք է հետևենք այդ զարգացումներին, դա Վենեսուելայում ընտրությունների արագ անցկացումն է եւ ամբողջովին այդ ռեսուրսների տիրապետման իրավունքի հետ վերադարձը իշխանություններին եւ չորրորդը ես ենթադրում եմ, որ որոշակիորեն սանկցիաների որոշ հատվածի թուլացումը, որի առաջի դրվագները մենք արդեն տեսնում ենք, հա, Հնդկաստանին թույլ են տալ ռուսական, այսպես ասած, նավթային
Այո, չկարողացավ։ Այո, իբրև թե 30 օրվա ընթացքում, բայց հետագայում չվերականգնվելու պայմաններ, եւ մենք տեսնում ենք արդեն որոշակի թուլացում։ Սա ընդհանրապես այն ինչ որ այս պահի դրությամբ կարող եմ զուտ իրավիճակի Նախիջևանի վրա հարված, մենք այս ամեն ինչի մեջ վրա հարված, ինչպես նշեցի, այդ սցենարի մասն էր, որը պիտի իբրև թե լեգիտիմ իրավունք տար Ադրբեջանին ներքաշվելու գործողությունների մեջ, բայց ինչու զգուշացան, որովհետև զարգացումները այնպես չեն գնում եւ կարծեմ Էրդողանի վարչակազմից էլ զգուշացրել են, որ մի շտապեք, մի թաթախվեք, որտեղ նրանք շատ ավելի լավ են տիրապետում իրավիճակին, քան Ադրբեջանը եւ կարծում եմ, որ նախագահ Պուտինի զրույցի էական տարերից մեկն էլ դա է եղել, որ մի թաթախվեք եւ այդ արկածախնդրության մեջ չմտնեք, հարվածի տակ եք ընկնելու։ Այս պահին, ելի եմ կրկնում, այս պահին իմ հասկանալով process-ը գնում է որոշակի մենք կտեսնենք սրացում ռմբակոծությունների տեսակետից Իսրայելին ուղղված, որովհետև Իսրայելը սկսել է Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածել, այսինքն Իսրայելում ջնջելու են ինչ որ հնարավոր է ջնջել, որ Իսրայելում, այո, Իրանը հարվածներով ջնջելու է Իսրայելում ինչ որ հնարավոր է ջնջել մինչև զինադադարը, որովհետև այն տնտեսական վնասները, որ այսօր Իրանը փաստացիորեն կրում է, դրա մի քանի պատիկը պիտի Իսրայելը եւս կրի, որպեսզի ապագայում գոնե մոտ ապագայում իզորու է ամեն ինչ անել։ Իրանը արդեն տոննանոց զենքեր է սկսել օգտագործել, որը ուղղակի մի քանի 100 մետրի վրա ոչնչացնում է ամեն ինչ, եւ պատահական չէ, որ Իսրայելը, այսպես ասեմ, կատաղությունից արդեն Լիբանանի վրա է հարձակվում, որպեսզի փորձի գոնե Հեզբոլլահի առումով ինչ որ մի բան այնտեղ թուլացնի, բայց մենք հասկանում ենք, որ Հեզբոլլահը եւս ոտքի է կանգնում եւ այս իրավիճակը բերելու է հակաիսրայելական այդ հակասիոնիստական ուժերի Գազայի ցեղասպանությունից հետո ինքը անգամ համարձակվեց այսպիսի հարձակումներ ճիշտ է համոզելով Թրամփին, ինչու պիտի հիմա դա լինի։ Կոնկրետ մարդը Գազայում ցեղասպանություններ անում, տեսա քանի երկրի պերսոն նոն գրատ հայտարարեց հետո այսօր, որովհետև այսօր Իսրայելը շատ ավելի վատ վիճակում է գտնվում, քան նա երբևէ կարող էր երևակայել։ Եվ Իրանի չէ որ Միացյալ Նահանգներում եւ Իրանի դիմադրությունը կապ չունի եւ ինչ ազդեցություն ունեն ամեն ինչը Իրանի դիմադրությունը ոգևորելու է մյուս շարժումներին նորից ոտքի կանգնել եւ համախմբվել։ Չենք շտապում Իրանը իսկապես կարողանալու է դիմադրել եւ եթե շարունակ չէ, հիմա այս փուլում դիմադրել է, բայց մենք դեռ խոսում ենք այս փուլի մասին։ Մենք խոսում ենք այս փուլի մասին։ Այն որ այս զինադադարից հետո նորից պատրաստություններ են լինելու եւ կարծում եմ տարի ու կես 2 տարի հետո արդեն վերջնական հաշվի առնելով եւ ստորգետնյա այդ պահոցները եւ արտադրությունների դրա հետ կապված ծրագրեր են մշակվելու, ես չեմ կասկածում։ Իրանում եւ Իրանում նախապատրաստվելու են եւ Իսրայել-ամերիկյան կողմում նախապատրաստվելու են հաջորդող հարվածին, այսպես կուլ չի գնալու։ Ընթացքում Նեթանյահուն կմնա թե չէ, դա չգիտեմ, կերևա, բայց անգամ Նեթանյահու հեռանալու դեպքում ինքը ունի իր նման հաջորդներ, որոնք շարունակելու են այդ գործընթացը։ Բայց այն, որ Ամերիկա-իսրայելական ծրագիրը այս փուլում Իրանի վերացնելու, ոչնչացնելու, կազմաքանդելու, ձախողվելը դա միանշանակ է։ Այն, որ այսօր բանակցություններ են վարվում ռազմական գործողությունների դադարեցնելու համար, դա եւս փաստ է։ Խնդիրը նրանում է, թե ինչ գնով այդ զինադադարը կլինի։ Աշխարհը սկսել է զգալ տնտեսական կորուստների այն ծավալը, խորը ազդեցությունը, դեռ ոչ այնքան, բայց իրենք արդեն սկսել են զգալ այն ծավալը, որը ուղղակի հերթական համաշխարհային ճգնաժամի դուռը կբացի։ Եվ այս պարագայում փաստացիորեն որոշակի շտապողականություն է դրսևորում Թրամփի վարչակազմը, որտեղ իրենք շատ լավ հասկացել են արդեն, որ իրենք նոյեմբերյան ընտրությունները ձախողել են, բայց իրենք դեռ չեն իրենց կարծիքով չեն ձախողել իրենց նախագահական հաջորդ ընտրությունները։ Պատահական չի, որ մենք տեսնում ենք այստեղ Թրամփ-Վենս որոշակի հակադրության ներկայացում, փորձելով
ապահովագրել Վենսին այս հարվածի տակ ընկնելուց։ Մենք հասկանանք, որ մենք չենք մոռանում, չէ, ինչ առաքելությամբ առնվազն մեր տարածաշրջան եւ մեր երկիր նախապատրաստական աշխատանքային վաղ չէ մյուս օր կարող են մեզ այդ լոլոներով նորից մենք էլ տենց ոգևորվենք, որ տեսեք այս բարետես սիրունատես նախկին երիտասարդը եկել է եւ մենք էլ պիտի գնանք, չէ, մենք էլ ենք ոգևորվել, որ գուցե մի նախադասությամբ գերիների թեման կբարձրացնեն եւ ինչ որ բան կփորձեն անել եւ ոչ միայն սրբազաններ, բանտված սրբազաններ եւ այլն կալանավորված եկեղեցու վրա արված, մենք դա չենք մոռանալու, դա հիշելու ենք թե ինչ ղեկավարություն, որի առումով մատներին չտվեցին, մենք հասկանանք մի բան։ Ես իրոք հույս ունեմ, որ մենք հունիսի 7-ին կվերադարձնենք իշխանությունը հայ ժողովրդին եւ այս պարագայում մենք դեռ պետք է հասկանանք, թե ինչպիսի ներթափանցումներ են եղել մեր երկիր եւ ինչպիսի թշնամական, դավաճանական ինչ է տեղի ունեցել։ Շատ երկրների կողմից։ Ես հիմա արդեն ուզում եմ խոսել դեսպան Յունիկ Աղաջանյանի հետ, հա, ինչ կերպ իրենց պահեցին մեր իշխանությունները, այդ մեր հարևան երկիրը, բարեկամ երկիրը, ողբերգության մեջ ռազմական եւ հոգեվոր իշխանությունը գլխատված, սպանված 173 երեխա հրթիռների տակ զոհվեցին դպրոցահասակ այդ աղջիկները։ Դրանից հետո մեր իշխանության պահվածքը դիվանագիտության մեջ այդ ամենը կոչվում է ինչ։ Եվ դրա հետևանքները մենք կզգանք թե ոչ եւ ինչ հետևություն արդեն վստահաբար կարելի ասել, որ Իրանում այս ամեն ինչը տեսնելուց հետո ինչ հետևություն կարող են անել։ Խնդրեմ։ Դա երկու բառով կարելի է բնութագրել՝ ամոթալի եւ խայտառակություն։ Ինչը հատկապես ուշ արձագանքը, չարձագանքելը, ինչը։ Բայց շեշտեմ, բայց այս իշխանություններին շատ տիպիկ։ Ինչը շատ լավ հասկանում են մեր հարևան երկրում։ Մեր հարևան երկրում կարծում եմ եւ ոչ միայն մեր հարևան երկրում, նաեւ այլ բարեկամ երկրներում իրենք արդեն շատ լավ տարբերակում են իշխանություններ եւ ժողովուրդ։ Եվ շատ լավ հասկանում են, որ այս իշխանությունները ուղղակի սպասարկու են օտարի շահերին եւ ամենևին որևէ առնչություն չունեն թե մեր ժողովրդի, թե մեր ընկալումների, թե մեր արժեքային համակարգի հետ, որը անթույլատրելի է համարում հարևանի մոտ սքի պարագայում ինչ որ անհարկի դրսևորումներ, սա մեղմ եմ արտահայտվում անհարկի դրսևորումներ, իսկ այս պարագայում իրենք ուղղակի սպասում էին ակնհայտորեն դրսի թելադրանքին, որպեսզի իմանան ինչ ձևով արձագանքեն, որպեսզի հանկարծ ամերիկյան կողմին եւ երևի թե իրենց թուրք-ադրբեջանական եղբայրներին որևէ կերպ վիրավորած չլինեն, որտեղ իրենք շատ լավ տեղյակ էին ինչ ծրագիր է ընթանում եւ իրենց նաեւ համաձայնություններով Հայաստանի տարածքը պիտի օգտագործվեր Թրիպի անվան տակ հակաիրանական գործողությունների համար։ Ինչու այդպես ընդգծված սկսեցին հրապարակ գալ, թեթև բան, չգիտեմ, ինչ որ sense ինչ որ խրախճանքներ, զվարճություններ, բարձր տրամադրություն, բան, այս ամենը ինչի համար է, կապ տեսնում եք թե Թե իրենք հիմնական մեր հանրության հետ էին աշխատում, այդպես, ասենք թե բան տեղի չի ունեցել Իրանում, ոչ երեխաներ են զոհվել, ոչ հոգևոր առաջնորդ, ինչը ցույց այդ անհոգությունը ցույց տալով ինչ էին ասում։ Ժողովուրդը չհասկանար նաև ըստ ծրագրի իրենք ինչ պիտի անեն, իրենք պետք է զբաղեցնեին ժողովրդին եւ զբաղեցնում էին նման խրախճալից տեսաններով։ Տեսեք, եթե ամերիկյան իսրայելական ծրագիրը գնար այնպես ինչպես գնում էր, նշանակում է 4-5-րդ օրը արդեն ցամաքային գործողություններ պիտի լինեին։ Իսկ ցամաքային գործողությունների համար Հայաստանի տարածքը օգտագործվելու էր Թուրքիայից դեպի Ադրբեջան վարձկանների եւ զինվորականների ու սպառազինությունների տարանցման համար։ Պատահական չի, որ Նախիջևանի հետ կապված ինչ որ քայլեր էին անում, չէ՞, անօթաչությունը պատահական չէ, որտեղ թե Նախիջևանում, թե Արցախի օկուպացված տարածքներում բավականին ուժեր են կուտակված։ Այսինքն Նիկոլենք թմբիրի մեջ էին դրում մեր հանրությանը, զբաղացնել ժողովրդին, ինչպես պատերազմի ժամանակ են արել, ինչպես մեր մնացած հարձակումների պարագայում են արել, ուշադրությունը շեղել նպատակով զբաղացնելու մինչև բուն փաստի առաջ։ Մենք նախադասությամբ կարող ենք ասել, որ իրենք էլ էին մասնակից այն
ամեն ինչի ինչ որ անում էր Միացյալ Նահանգները։ Նահանգները, Մասնակից դառնային եւ արդեն մասնակից են հենց այդ թրիփի պայմանների եւ մնացածի համաձայնեցման եւ ժամանակային առումով։ Այսինքն դա անգիտության եւ տգիտության հետևանք չի, որ մեր տարածքը ծախել են, տվել են, նվիրաբերել են թշնամուն, սա այսինքն գիտակցված արված քայլ էր, որ դա գիտակցված քայլ է։ Ես այլ ինչ որ տեղի ունեցավ։ Բայց չեմ ասում, որպեսզի ամերիկացիները իբրև թե իրավական լեգիտիմ հիմք ունենային տարածքը օգտագործելու։ Դա պատահականություն չէ, քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում։ Իդեպ հիմա որ հայտարարում են, տեսեք էլի մի քանի երկրներ հայտարարել են, որ արագ Ադրբեջանից, Հայաստանի Հանրապետությունից եւ Վրաստանից դուրս եկեք, եւ ինչ որ բան են, ուղղակի վախի բան են տարածում, թե միջուկային ըստ ծրագրի պիտի լավ ծրագիրը ոնց որ թե չի աշխատել, բայց հայտարարությունը եղել, զգուշացումը եղել է։ Զգուշացումը եղել է, բայց չգիտեմ, նորից են հայտարարել, երկու օր առաջ նորից հայտարարեցին։ 3 օր, 4 օր առաջ էր արդեն, որտեվ իրենք ցամաքային ծրագրի առումով դեռ հույսեր ունեին։ Մի մոռացեք, որ այդ մյուս կողմից գուցե նաև այդ եթե բանակցությունների մեջ է Նախիջևանի այդ անօթաչուի դրվագը, եթե չեմ սխալվում, ամսի 8-ին էր։ Մյուս կողմից եթե բանակցությունների մեջ են, իրենք շարունակում են այդ վախի բանը, որ այսինքն տեսեք, մենք այնուամենայնիվ կգնանք ցամաքային գործողությունների իրանական չեն տալու, որ մենք մանավանդ իսրայելական կողմը ցանկություն չունի հետ քաշվելու։ Հիմա այս ամեն ինչից հետո դե Նիկոլը շատ լավ ծախում է, չէ՞, ծախում է մեր ժողովրդի վրա, տեսեք, ես հաջողություն եմ արձանագրել, Միացյալ Նահանգները քավոր է կանգնել, մի հատ էլ WhatsApp-ի համարներ տվել Թրամփը, ինչա։ Համարը բերել եմ, սիրելի ժողովուրդ, ուզում եք, ասենք, վալոդ, ուզում ես վերցրու զանգի։ Դու խնդրեմ չունես, բոլորն են չէ վարչապետ։ Ջունիկ, հիմա ուզում եք կարող եք վերցնել զանգարը։ Այս ամեն ինչ հիմա ոնց է ծախելու մեր ժողովրդի վրա, սա նախ այն որ ինքը ասենք որ իրեն, չգիտեմ, ինչ որ մեծ մասի վրա կարողացել է այդ բանը խափել եւ տարածել, որ մի հատ մեծ բան արել մեր ժողովրդի համար։ Տվել է տարածքները Թուրքիային, ինքը փորձեց հետո մտնել այսպես ժողովրդի մեջ եւ դա ավելի մատչելի ձևով ներկայացնել եւ կարծեմ հա պարզա չէ տվել է մեր տարածքները տվել է թշնամուն արձագանքը միանշանակ էր չէ այդ առումով նկատի ունեք այս առաջին 2 օրը որ ինչ որ բաներ են ասում հա ինչպես է պատասխանները որ ստանում է կարծում եմ միանշանակ էր եւ ինքը շատ լավ արդեն հասկացել է որ դիմացը դա ոչ 18-ի ժողովուրդն է ոչ 21-ի ժողովուրդն է Ես տեսնում եմ, չգիտեմ, կհամաձայնեք թե ոչ, Տիկին Աղջան, մի փոքր արդեն քաղաքական հարց տամ։ Ես տեսնում եմ, որ մեր ընդդիմությունը հետ է մնում մեր հանրությունից։ Այսինքն, եթե նախկինում կար այդ ավելի կտրուկ, կատեգորիկ, ռադիկալ ինչ-որ հայտարարություններ, կոչել, որ սա դավաճան է, սա է արել, էս է արել։ Հիմա մի տեսակ լուռ բան վիճակում են, չգիտեմ, ինքնակազմակերպվում են, ինչով են զբաղված, ինչ է անում ընդդիմությունը, բայց դրա փոխարեն հանրությունը առաջ է գալիս, բայց այդ մարդիկ չեն կարող միայնակ Իրենք եթե իրենց թիկունքում չզգան, ընդդիմադիր է հիմա այն ամեն չկա, բավականին Ես գիտեմ, որ իրենք առանձին տեղերում հանդիպումներ են ունենում եւ շատ լավ է, որ այդ հանդիպումներն անում են։ Այն մարդը, որ իրենք կանգնում ասում է, մի հատ էլ պատասխանի, կաթողիկոսին չես անում, դու ինչ ես, այն մի մարդ ասում է, դուրս գնայım խանութ, եթե իր թիկունքում չտեսավ այդ ընդդիմությանը 4-րդ 5-րդ մարդու մենք չենք հանդիպելու։ Եվ դա նորմալ է, բնական է։ Մարդը կխուսափեր ընդհանրապես որևէ բառ արտասանել։ Չի իմացի նախկինում էլ ինչ որ բաներ ասում են։ Հա, բայց ոչ այն ծավալով, ոչ այն համարձակությամբ եւ ոչ այն ակտիվությամբ, ինչ որ այսօր է, որովհետեւ ժողովրդի համար արդեն բաժակը լցվել է։ Բայց ես համաձայն չեմ, որ ընդդիմությունը չի աշխատում։ Ընդդիմությունը աշխատում է եւ աշխատում է տեղերում եւ շատ լավ է անում, յուրաքանչյուրի հետ պիտի աշխատի եւ շատ հաճախ առանց լրատվամիջոցների ներկայության պիտի ուղղակի մարդկանց հետ նստի, բացատրի, զրուցի եւ այլն։ Պահը կգա լրատվամիջոցների հետ կգնան, ընտրապայքարը կանեն, ընտրարշավը կիրականացնեն, քարոզչությունը կանեն եւ այլն։ Հիմա հատիկ աշխատելու ժամանակն է։ Ամեն տուն, ամեն դուռ մտնելու մարդկանց բացատրելու ժամանակն է, որտեւ հիմա մարդկանց պիտի բացատրես, որ այսօրվա քո խնդիրները որ կան, դրանք պարզապես սոցիալական խնդիրներ չեն։ Դրանք միտումնավոր նաեւ սարքված խնդիրներ են, որպեսզի դու խեղճ ու քո խնդիրների մեջ թաթախված լինես, որ իրենք կարողանան ընթացքում երկիրը
տան թշնամուն։ Չէ, բայց այդ նույն թոշակառուն, երբ որ ասում են, «Էս ինչ ես ասում, դու կանգնում ասում ես դու 10,000-ի մոտավորապես դեբիլ ես, չգիտես ոնց պիտի ծախսես, չեմ տալիս» եւ թոշակառուն 500,000-ի սովի է մատնված, դուք տեսեք, երբ որ ալիք բարձրացավ, այդ ալիքը բարձրացեց բանը, ինչ որ իմաստով ընդդիմությունը, ակտիվը, երբ որ այդ ալիքը բարձրացրեց, արդեն ինքը իշխանությունը հետ եկավ։ Ժողովուրդը միայնակ չի կարող առանց այդ առաջնորդների։ Իհարկե առանց առաջնորդների չի կարող, բայց այդտեղ աշխատանքի տարբեր ձևեր կան։ Տարբեր ժամանակահատվածներ, Պասիվ չի թերանում, թույլ չի դանդաղում, ընդդիմությունը մի շարք հարցեր կան, բարձրատետ չեմ կարծում, հիմա ասենք, ես այստեղ չբարձրացնեմ գերիների հարցը, բարձրացնող կա այդ հարցը։ Ինչ անում ընդդիմությունը։ Ես գիտեմ, որ իրենց հանդիպում Կամ նույն թոշակառուների հարցը, իմ հյուրերի հետ այստեղ մի ամիս բղավում ենք, վերջապես տեղ հասավ, դարձավ, բան սկսեցին խոսել, դա որ վախեցավ հետ կանգնեց եւ թոշակառուների համար ինչ որ բան արեց։ Եկեք հասկանանք, որ մենք էլ ենք ընդդիմության։ Այո, մենք էլ ենք ընդդիմություն, բայց իմ ասելիքն այն է, որ դա պիտի շատ ավելի կազմակերպված, շատ ավելի հետևողական, շատ ավելի համաձայն է, որ միշտ էլ ավելին անելու, էլ ավելի տարածքը տվել է թշնամուն, այս Տեսեք տարածքը, միջև հիմա մենք հանրության չենք հասցրել, որ այս մարդը տարածքը նվիրել է, այդ մերը չի այլևս։ Եվ նպաստել է, որ Ադրբեջանը երկու տարածք կապվի։ Որը կարծում եմ մեր ժողովրդին եւս պետք է ուշադրությունը հրավիրել լրացուցիչ։ Պարոն Թաթյանը իր ասուլիսում նշեց այդ նոր դիրքերի հայտնվելու մասին եւ որոշակիորեն այսպես մամուլով հնդած, այդ իրենց կարկանդակ ուտելու process-ների վրա այսպես քող նետվեց եւ քանի որ լրատվամիջոցները սկսեցին դա արծարծել եւ նորթը սա սկսեց արծարծել արդեն ստիպված եղավ ՊՆ-ն որոշակի պատասխան տալ, որը կարծեմ այնքան էլ հավաստի չի այն տվյալները, որոնք իրենք փորձում են ներկայացնել եւ համոզիչ չեն։ Ինչը ողջունելի է, որ շատ լավ է եւ դա պետք է օգտագործել։ Նորից մեր ընդդիմությունը իր բոլոր հանդիպումներում խոսքում ինչքան էլ որ իշխող կուսակցության ներկայացուցիչները անամոթաբար փորձում են շատ անքաղաքավարի ձևով պատասխանել եւ ինչ որ լրացնել, իրենք պիտի բարձրացնեն թե մի տոննա կոկայինի հարցերը, թե սպանությունների հարցերը, երկիրը դառել է գանգստերների երկիր, մաֆիոզ ինքնասպանությունները ինչա կատարում, գիտեք, ես չգիտեմ, դրանք ինքնասպանություն են, թե ադրբեջանական գործողությունների արդյունքում ինչ որ մեկի վրա ինքնասպանություն բարթելու ինչ որ երբ դե մի քիչ շատ է համապատասխանությունները, չէ, դեռ բանակի մասին եմ խոսում։ Քաղաքացիական դաշտում ընդհանրապես հանրային դաշտում ագրեսիվության սարսափելի Դե մենք այնքան չենք խոսում որ մարդը ասում է խաղաղություն են բերել բանակում ոչ մի ամեն շաբաթ մի հատ մասը բանակում չգիտեմ որտեղ խաղաղություն են բերել ինչը որ մենք ինչ որ մահացած կամ զոհված զինվորի մասին աշխատելու է իր խաղաղությունը կամ նոր նախքին իմիջայլոց երեք բան տարածեց ունեմ կներեք ես ավելի մտահոգություն ունեմ որ իրենք շատ հմուտ ինչ որ զեղծարարության բաներ են մտածում, որը դժվար կլինի եւ ցուցակների հետ կապված դուք հիշեք քաղաքապետարանի Երևանի քաղաքապետարանի ընտրություն ավականու ընտրությունների ժամանակ այն հասցեներում 80 հոգի մինչեւ գրանցումներ կան եւ սա շատ ամենավտանգավորն է ես ուզում եմ մեր հանրությանը զգուշացնել ստուգեք ձեր հասցեները տեսեք լրացուցիչ անուններ հայտնվել են թե չէ ստուգեք մահացածների տվյալները արդյոք նրանք դեռ շարունակում են ներառված լինել թե չէ մտեք elections am կայքը դա ինչա կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքն է ստուգեք ձեր հասցեները որտեվ դա այն հատվածն է որը մինչև բուն ընտրապայքարի սկսելը որևէ մեկը չի կարող դրան մոտենալ եւ կասկածներ կան որ տարբեր խախտումների միջոցով փորձ է արվելու արհեստական ձայներ գրել սա կանխելու խնդիր ունենք մենք եւ սա շատ վտանգավոր է շատ վտանգավոր է սա բացի այն որ բուն ընտրության օրը մարդիկ անպայմանորեն պիտի դուրս գան եւ այսպես համազգային ինչ ասեմ ազատագրման քայլ է լինելու սա մեր երկրորդ անկախության հանրաքվեն է լինելու հասկանում եք որ մենք մեր պետությունը մեր ձեռքում պահելու համար պիտի գնանք քվյա տեղամասեր եւ մեր ձայնը որպեսի չկարողանան ոչ կեղծել, ոչ օգտագործել այլ նպատակներով։ Սա միանշանակ է, իհարկե մենք առաջիկայում էլի կխոսենք դրա մասին, բայց եկեք հասկանանք, այսօր իշխանությունները ամեն ինչ փորձելու է անել, նույն սոցիալական հարցումները կեղծելով մարդկանց տպավորություն ստեղծելու
քալից սկսած մինչև ինչ որ մի պարզունակ շոուներ, որ իրենց թվում է իրենց միլիարդների պարգևավճարները մարդիկ պիտի մոռանան եւ իրենց միլիոնատերերը մնացել են մի հատ կարկանդակի հույսին, ամեն մեկը չգիտեմ ինչերի դերա ինչի վիճակում է, անգամ այդ հարցում այնքան անշնորհք են, որևէ մեկը չի ասում մի կերեք, բայց հեչ կարիք չկա այդ ձեր ուտելու անճոռնի process-ը ներկայացնում։ Այ օրինակ այս ափսոս մենք չհասցրեցինք այս տեսա ինչ է ու ինչ է ուզում ցույց տալ, ասենք բերանում, չգիտեմ, ինչ է։ Հա, եթե ունենք այս կադրը, էլի, ասենք բնական է, եթե դուք ժամերով ճանապարհ եք գնում, ինչ որ մի բան պիտի ուտեք, բայց ոչ մեկ չի խնդրել ձեր անճոռնի սնման գործընթացը հանրային ցուցադրության առարկա չհասնենք դրան, որտեվ ուտելուց հետո մարդիկ ինչ որտեղ են գնում, այս տեմպով որ գնա կարող է այդել ցույց տան։ Դե ինքը ուրիշ բաներ էր ուզում ցույց տալ, հիշում եք ամբողջ աշխարհը մոռացել եք վեհապարի հետ կապված ինչ որ ամբողջ աշխարհը թերթերում սկսել էր գրել։ Ճիշտ է, մոռացել։ Ճիշտ է, ես բանը փորձում եի հումորի տայ հեգնել, բայց իրականում այդպես եղել է։ Ասեց, ես պատրաստ եմ, չգիտեմ ինչ, այսինքն հասկանում ամեն ինչի պատրաստ եմ, մենակ թե ինձ ընտրել։ Գլխի վրա գնամ Գորբաչովի գլխարկը դնեմ, պատտեմ, նման հայերի գնում։ Բայց հիստերիան ու սկանդալներ ինչի անում այդ կռիվները, ասենց հիստերի գոռում է, հարցակվում է, ասում են դա էլ է ինչ որ մի ձև բան է, էլի։ Ձերոցից է, մոնատ գալու իբրև թե մարդկանց խղճի վրա ազդելու միջոց։ Ասում ես դու չես արել, բայց Գյուղացի ասում է, բայց ոչինչ որ այդ ասֆալտը արի գնանք քո ասֆալտը իր ասֆալտն է, դեռ ասֆալտ չկա։ Ոտ ճամփա է ընկել իր կամ ասում դպրոցը բանը պատերն եմ ներկել, դեռ մեկը չկա, քանի հատ եկեք հասկանալ, եկեք հասկանալ։ Քանի մանկապարտեզ ես տվել թշնամուն, հա, քանի իրենք կյանքի մահու կռիվ են տալիս, իրենց գոյությունը մարդամեկը թռավ Տիկին Աղաջանյան։ Իրենց գոյությունը ապահովագրելու համար, որտեղ իրենք շատ լավ գիտեն, թե ինչպիսի ազգադավ եւ ինչպիսի խայտարակ քայլերի ու գործողություն են գնացել եւ ինչպիսի հանձնառությունների տակ են մտել, որը մեզ սարսափելի խոցելի է դարձրել մեր թշնամիների առջև։ Եվ այս առումով իրենք շատ լավ գիտեն, որ եթե իրենք կորցնում են իշխանությունը, իրենք պատասխանատվություն են կրելու։ Ժողովուրդ, դուք իրենց մի փրկեք, որովհետեւ դուք ձեզ փրկելու խնդիր ունեք։ Այո։ Իրենք եթե դու գնաք եւ ձայն տակ իրենց աղետի բացի ցավից ուրիշ ոչինչ չեն բերել։ Պատերազմից, Արցախ կործանելուց, գերիներից, այն ինչ որ իրենք ծրագրում են ընտրություններից հետո, այս իրենց արածը խաղ ու պար է դրա դիմաց։ Խաղ ու պար։ Մենք երբ որ զգուշացնում էինք 21 թվականի ընտրությունների հետ կապված, 22 թվականին Արցախի հետ կապված, մարդկանց մեծ մասը չէր հավատում եւ մտածում էր 21-րդ դարում այս աշխարհում, հա, մարդու իրավունքների ժողովրդավարություն, ինչպես կարելի է նման բաներ, տեսակ ոնց մի հսկայական հայրենիք, այսպես էթնիկ զտման ենթարկեցի եւ մատուցանի վրա հանձնեցի շատ հմուտ մանիպուլատիվ գործընթացների միջոցով։ Հաջորդ թիրախն ու հրթիռները Երևանի վրա են, Երևանի վրա, Հայաստանի մասով։ Եվ կներեք մի բան էլ զգուշացնեմ, երեք արդեն հանդիպում է եղել էներգետիկայի մասնագետների, մեր ներկայացուցիչների եւ թուրքերի միջև Բայրակթարի հետ եւ հարց է առաջանում այս նեղ մաջալին ոնց որ ասում են ինչ հիմա ինչա ծրագրը հետ իրենց հանձնելու գործընթացա չէ եւ քայլերի հաջորդականությունն են իրենք մշակել հասկանում եք այստեղ խնդիրներ կան ասում էր չէ որ բանակցություն են վարում հեծը թուրքական ընդհանրապես մեր էլեկտրական ցանցը թուրքական վերահսկողության տակ անցկացնելու եւ ինքն է չէ որ հայտարարեց որ մենք միանալու ենք Ադրբեջանի ցանցին այնպես որ այստեղ մի մտածեք ինքը այդ իրեն կարկանդակ շոուներով փորձում է ձեզ զբաղեցնել եւ հնդածս անել այն ինչը որ ինքը խոստացել է անել որի դիմաց նաեւ աջակցություն է ստանում Իմիջիալոց այս որ ինքը կտրեց հայրենիքից տվեց չկա հիմա մեր հայրենիքի մի մասը հիմա սրանով ինքը որ պատտվում է Սիրելի հայրենակիցներ, սա էլ է սուտ։ Ինքը այստեղից արդեն 1040 կիլոմետր տվել է թշնամուն։ Չկա արդեն այս Հայաստանը, որ ինքը խափում ասում է, որպես դեսպան պետության ղեկավարի կրծքանշանը լինում է դրոշը, ոչ թե քարտեզը։
Սա Ինչ է, սա է ինչա ուզում ցույց տա եւ երեք ասում եմ մի հատ սկզբում բանը սրանից հետո ձմերուկ են տարել դիմացը դրել իդեպ այդպեսի ինֆորմացիա եղավ դե խնձորը չկտրած ձմերուկն էլ այդպես արարողություն էր ասում գեղեցիկ տարել են հիմա հարցակվել այդ ձմերուկի վրա չգիտեմ կադրերը կա արդեն այդ որ ձմերուկը ոնց է չկտրած ձմերուկը ոնց է ուտում Կա այդ կադրերը թե չէ։ Ես ճիշտ Դե սպասենք, լավ, սպասենք, հա, սպասենք հիմա շուտով մենք կտա։ Բայց եկեք նման ինքը չի հասկանում, որ սա գռեհիկ է եւ տգեղ է։ Գիտի, նա զբաղացնում է մեր Նա զբաղացնում է։ Նա զբաղացնում է մեր խոսույթը, որովհետեւ մենք ուշադրություն չդարձնենք թուրքերի հետ իրենց բանակցություններին, մենք ուշադրություն չդարձնենք Իրանի հետ կապված գործողություններին, իրենց հանձնառություններին, մենք ուշադրություն չդարձնենք սահմաններում տիրող իրավիճակին։ Սպանություններ, առաջ հիմա ձնհալը սկսում է, չէ՞, դիրքերի առաջ խաղացումը չի բացառվում։ Այնպես որ զգուշացեք, ժողովուրդ ուշադիր եղեք մեր բնակչությանը, հատկապես սահմանամերձ գոտիների լրացուցիչ ուշադրություն եմ հրավիրում եւ լրագրողներին, որովհետեւ անընդհատ նման բաների չտրվեն եւ ուշադրությունը չշեղեն իրենց կողմից հնդածս իրականացվող գործընթացներից։ Իսկ ինչի՞ է դες մեծ խոսում, մենք ունենք, չգիտեմ, այսքան տոկոս, չգիտեմ ինչ ունենք մենք, դա ալենը չլսեցիք ինչ ասեց։ Իրենց հանձնարարել են այսպես շեփորներն առնել ու թմբուկները զարկել, իրենք էլ դա։ Բայց ասենք որ շատ վատ վիճակում են, շատ տխուր վիճակում են իրենք։ Գիտեք ինչ, դա ակնհայտ կդրսևորվի ընտրության օրը եւ ելի եմ ասում, մեր ժողովուրդը հերթական անկախության հանրաքվեն պիտի անցկացնի հունիսի 7-ին։ Իրաց լինել թե չլինել։ Մեր տունը ունենա, մեր լինել չլինելու ես միշտ տուն եմ ասում, որտեվ կարող ես մի քիչ շատ ասես, ասեն, չէ, մեր ֆիզիկապես լինել չլինելու, մեր երեխաների, թոռների Հայաստան երկրում, որտեղ հայը գերակա ժողովուրդն է, ուզում ես դու լինես, քո տունը լինի, քո երկիրը լինի, քո երեխան լինի, ուրեմն պետք է նիկոլենք եւ ՔՊ-ենք չլինեն։ Այո, դրանք հակոտնի են, մեկը մյուսին բացարձակապես բացառող հասկացողություններ են։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։